եւ եկեղեցու հետ կապված եւ նախորդ երկրի ղեկավարության հետ կապված ես ասել եմ, եթե հեղափոխությունը կամ 18 թվականի տեղի ունեցած Թավշյա հեղափոխություն ասենք, հայտնի իրադարձություններ ասենք, այս արմատական ցնցումները, այս upheaval-ները իր նպատակին չի հասնում, զուտ չի հասնում նրա համար, եթե եկեղեցու վերադաս խավի հանդեպ պայքարը հետևողականներին չի գնում, եթե կաշառակերության դեմ պայքարում պայքարը հետևողականորեն չի գնում, եթե արդարադատության լծակները հստակ կերպով չեն ներդրվում մեր հասարակության մեջ, եթե ներդրումների հետ կապված չի ապահովում ուրեմն մրցակցային հավասար դաշտ բազմաթիվ ինգրեդիենտներով գալով նախորդ նախագահների հայտնվելը ուրեմն Ֆեմիդայի առջև, ես պիտի ասեմ, որ գիտեք, ես այստեղ էլ կառավարությանը հարցեր ունեմ ասելու Այսինքն ինչ է նշանակում դիմել եմ արհեստական բանականությանը։ Արհեստական բանականությունը ինչպես պիտի բացատրի, որ ինչպես եղավ, որ $100 միլիոն հանձնվեց գույք պարտքի դիմացը նվազագույնը 1 միլիարդից ավել գույք։ Լավ, մարտի 1-ի դեպքերը, ինչպես եղավ, լավ, այդ 10 մարդու սպանության համար ոչ ոք պիտի պատասխան չտա։ Այդ թվում նաև ոստիկանը զոհվելու համար։ Լավ, ոչ ոք չկա այդ երկրում մեկը կլինի պաշտպանության նախարար, ներքին գործոս նախարար, ազգային անվտանգության ծառայության տնօրեն, երկրի վարչապետ, երկրի նախագահ, լավ մեկը չկա որ պատասխան տա, ես չգիտեմ, իրավապահ մարմինները, այս ինչ կատվածահար կամ ասենք նոնսենսային աբսուրդային գործունեություն են ծավալում։ Լավ, նրանց գործառույթի մեջ կա որևէ մի sense improvement, առաջ խաղացում կա թե չէ, ես չեմ հասկանում։ Բա իհարկե պիտի ասի, ինչպես եղավ, որ մարտիկ ցնցոտիներով եկան հասան Երևան եւ դարձան միլիարդատերեր։ Ինչպես եղավ, որ ասենք արդարադատության համակարգը առնվազն 25 տարի չէր գործում, ոչ թե կատվածահար էր, ես պիտի ասեմ, որ չէր գործում։ Ինչպես եղավ, որ ասենք մեր երկրում կար մինչև 300-ից 400% ստվեր բյուջեի հետ համեմատած։ Ինչպես եղավ, որ ասենք բանակի բնագծերը, պաշտպանական բնագծերը ապահովում էին անվտանգությունը, օգտագործված անվադողերը եւ նաեւ ուրեմն ձկան կամ մսի պահածոնների այդ թիթեղյա տարանները, չէ, այդ տուփերը, թիթեղյա տարանները, այսպես ասենք։ Ես այլևս չեմ ուզում այս հարցերի շուրջը խորանամ, իմ կարծիքս գիտեք, ասել եմ, ինչ մասնակցություն ունեցել այդ անձինք, այդ արարածները Արցախյան ազատամարտի, Արցախյան շարժման ժամանակ, ես այդ մասնակցությունը չեմ տեսել, որ իրենք իրենց ներկայացնում են հերոս, եւ նաեւ ինչ մասնակցություն են ունեցել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Խնդրեմ, հիմա էլ բերել եմ Պողոս Պողոսյանի հետ կապված մի օտարերկրյա ուրեմն ականատեսի են հարցաքննում, ես դա համարում եմ աբսուրդի դաշտից։ Ես գտնում եմ, որ ոչ թե կան, ես իմ անձնական կարծիքով նրանք վաղուց պիտի արդեն լինեին բանտախցում։ Այսինքն աբսուրդ է, որ բանտախցում չէ։ Այո, աբսուրդը այն է, որ ոչ միայն նրանք, նաեւ այն միլիարդատերերը, որոնք այսօր խոսքս ես նկատի ունեմ դոլարով կամ եվրոյով այդ համարժեքներով եւ նաեւ այն միլիարդատերը, որոնք այսօր առանց ամոթի փորձում են ուրեմն արդարանալ կամ չկմեղանալ կամ չգիտեմ նույնիսկ չեն մեղանչում իրենց արարքների համար եւ մի քանի քաղաքապետներ, եւ Պեկի նախագահ, եւ ֆինանսների նախարար, եւ չգիտեմ ազգային ժողովի նախագահ, եւ երկրի նախագահներ, եւ երկրի վարչապետներ Իմիջիալոց ես ձեզ պիտի ասեմ, որ 1991 թվականից սկսած մինչև 18 թվականը միգուցե պարոն Բագրատյանի հանդեպ մի քիչ վերապահումներով պիտի ասեմ, բայց նա եղել է վայրի սեփականաշնորհման հայրը, որ մի քանի տրիլիոն գումար կամոն են տվել պարզապես, բայց ես պիտի ասեմ, որ Հայաստանի բոլոր վարչապետները եղել են կաշառակերներ եւ կոռումպացված։ Մեկը կարող է եղել է, ասենք 50%, մեկը եղել է 100 եւ ավելի տոկոս։ Եկեք սրանով, ես ինքս իմ արժի համակարգից ելնելով, ես ուղղակի ցածր եմ համարում այլևս անուններ շեշտել, ես ցածր եմ համարում այլևս մարդկանց թիրախավորել, որովհետեւ մեկին գումարած մեկը հստակ կերպով պարզ իրականությունը աներկբա է, որ ովքեր պիտի այսօր ուրեմն դատարանում քաղաքական
էնել ճոռոմ հայտարարություններ տան, ես պիտի ասեմ, որ նրանք դատարանում պիտի միայն փորձեն պաշտպանվել իրենց բազում կատարած հանցանքների համար։ Այդ թվում նաև գլխավոր դատախազ, այդ թվում նաև տարբեր նախարարներ, ես այլևս չեմ ուզում ուրեմն դրա մասին անդրադառնամ։ Դե տեսեք հիմա գլխավոր դատախազներից մեկը գտնվում է հետախուզման եւ փախոստի մեջ։ Դուք պատկերացնում եք այդ նույն տվյալ անձի, տվյալ արարածի ուրեմն գործառույթը իրականացնելու ժամանակ մի քանի հոգի լինեին փախոստի կամ հետախուզման մեջ, ինչպիսի հայտարարություններ կաներ նա։ Եվ դեռևս ես պիտի ասեմ, որ կեցեք եւ արտարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը եւ էլի մեր ուժային կառույցների շատ ղեկավարներ, որոնք իրենք ստոկ word-ը բառամթերքը օգտագործում են շատ չափված ձևաց։ Այլ բան խնդրում եմ ես այդ հարցերով այլևս չանդրադառնամ, որովհետեւ իմ կարծիքս էլ պարզ է, եթե բանակի գումարը պիտի լափեն, եթե պետության բյուջեն պիտի լափեն, կներեք արտահայտությանս մայր տաճարի կամ մի քանի եկեղեցիների ներսը այնպիսի պաստառապատված է, այնպիսի մռամարով է սարքած, բայց գնում նայում ես, տեսնում ես Գայանեի գերեզմանատունը, Հռիփսիմեի գերեզմանատունը, տեսնում ես, որ այնտեղ մամրակալած է մեր հայ սրբերի, եթե ոչ սրբերի, ապա ամենայն հայոց կաթողիկոսների 10-20 ավելին, ուրեմն դրանց գերեզմանը քարերը աղբակույտի է վերածվել։ Ես ուղղակի նողկանք եմ ապրում եւ փոխանակ այսքանից հետո իրենք հետեւություններ անեն, օր առաջ Կտրիչ Ներսիսյանը լքի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իր ուրեմն մանգլավիկներով, իր դրածոններով, իր հանցակազմով այլևս փորձում են նաև պետության դեմ նոր մեթոդներ կիրառեն պայքարի եւ իշխանափոխության կամ դավադիր գործելակերպի համար։ Վերջերս ես այսօր ուզում եմ ձեզ ցույց տայի, երեք իմ ընկերս ուղարկել է մի ֆիլմից կտոր Արցախյան շարժման վերաբերյալ օպերայի վերևի հարթակում թատերական ազատության հրապարակում կանգնած են Գեսու Սիլվա Կապուտիկյանը, դες բավական երիտասարդ 27 տարեկան եւ բոլորը դա են ուղարկում, գիտեք Արցախյան շարժումը ու գրում են, որ մենք հաշտ էինք ապրում, այս զոհերի բան եւ այլը։ Արցախյան շարժումը 88 թվականի մայիսի 31-ին այնպես են գափոխվել, այնպես է այլասերվել, խեղաթյուրվել, որ սա նրա այն ժամանակին ենք մենք նկատում կռահում սրա վախճանը, երբ որ մենք առաջ քաշեցինք անվտանգության գոտիների, Հայաստանի հետ ինտեգրացիայի ավելի խորացման, մշակույթի զարգացման, ազգային բանակի կազմավորումների ստեղծման խնդիր, ասեցին ոչ, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբից պայքար մինչև էջ, միացում եւ այլ։ Եվ ես կասեմ, որ մեր արժեհամակարգը ոչ միայն մեր, այլ նաև իմ նման շատ-շատերի, ինչ է նշանակում, երեք ես նաև ցավում եմ, որ չկարողացա նախորյակին Լեոնիդ Ազգալյանի հիշատակի հետ կապված ես տուրք մատուցելի Շիրիմին։ Այո, այսօր էլ այո, երկուսի հետ էլ ընկերություն եմ արել շատ փառահեղ կերպով։ Ափսոսում եմ, հազար ափսոսում եմ, թող նրանց պայծառ հիշատակը ձեր եթերից եւս մեկ անգամ վառ մնա մեր ժողովրդի հուշերում հազարամյակներ շարունակ եւ այս մարդիկ են եղել, որոնք իրենց մտածելակերպով եւ իրենց գործնեությամբ փորձել են ամեն կերպ Արցախը պահել հայկական, ինչպես որ եղել է ի սկզբանե։